2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։ 4 տարի, 100 հազարավոր զոհեր, ռմբակոծված անհաշվելի բնակավայրեր, բազմամյա ճգնաժամը շարունակում է մնալ անլուծելի։ Վերլուծաբան Մհեր Հակոբյանի խոսքով 5-րդ տարվա մեկնարկին կողմերն ամրացել են խրամատներում եւ սպասում են ճգնաժամի դիվանագիտական լուծման։ Խոշոր հարձակողական գործողություններ տեղի չեն ունենում, փորձում են կողմերը առանձին տեղային որոշակի առաջխաղացումներ ունենալ, բայց որևէ տենց ռազմավարական խոշոր տեղաշարժեր չկան։ Խիստ սահմանափակվել է զրահատեխնիկայի եւ օդուժի կիրառումը, փչացել է նաեւ հրետանային եւ համազարգային կրակային միջոցների կիրառումը եւ հիմնական շեշտադրումը տրվում է անօդաչու, հատկապես փոքր ինքնասպան թռչող սարքերի վրա։ Բանակցությունները ընթանում են տարբեր մակարդակներում եւ վայրերում։ Մհեր Հակոբյանի խոսքով երկու կողմն էլ փորձում է իրավիճակից քիչ կորուստներով դուրս գալ։ Ռուսական կողմը, որը 4 տարի առաջ այս ժամերին հավակնում էր ողջ Ուկրաինային, այժմ այնքան է իջեցրել իր պահանջների չափանիշը, որ այս պահին միայն հավակնում է այսպես կոչված Դոնբասի այն հատվածին, որը դեռևս չի գրավել։ Դոնեցկ, Լուգանսկ այդ հատվածներն են։ Հետաքրքիր ինչ է, որ նույնիսկ չի հավակնում այն հատվածներին, որոնք այդ պայմանական Դոնբասի մեջ չեն մտնում, բայց հանրահայտ հարաքվեի արդյունքում ընդգրկվեցին Ռուսաստանի կազմում։ Մասնավորապես խոսքը վերաբերում է Խերսոնի եւ Զապորոժիայի մարզերի այն հատվածներին, որոնք ռուսական կողմը դեռևս չի գրավել, մասնավորապես օրինակ Խերսոն քաղաքին։ Եվրոպացիները սակայն վերլուծաբանի գնահատմամբ Զելենսկիին դրդում են չզիջել Դոնեցկի եւ Լուգանսկի հարցում։ Մհեր Հակոբյանն ընդգծում է, չնայած ակնհայտին, որ Ռուսաստանն է սկսել ռազմական գործողությունները, այս պատերազմը Մոսկվային պարտադրել է Արևմուտքը, որը տարիներ շարունակ Ուկրաինային պատրաստել է Ռուսաստանի դեմ։ Այս պատերազմի առաջացման պատճառներն ավելի խորն արմատներ ունեն իր մեջ եւ այդ խորն արմատների հիմքում ընկած է երկու ֆինանսատնտեսական խմբերի շահերի սպասարկումը։ Արևմտյան ֆինանսական խմբերը փորձում են խլել ռուսական ֆինանսական խմբերի ձեռքում առկա ռեսուրսները։ Այս պատերազմում երկու կողմից էլ զոհվում են նաև մեր հայրենակիցները։ Մեծ մասամբ նրանք այդ երկրների քաղաքացիներ են եւ զորակոչվել են օրինական կարգով։ Կան նաև այլ դրդապատճառներով ռազմաճակատում հայտնված հայեր։ Ցավոք հայերի կորուստը այս պայդրությամբ երկու կողմերի կորուստները հաշվի առնելով երևի թե կազմում է մոտ 10,000 հոգի։ Որովհետեւ մարդիկ պատկերացնեն, սա ինչ ողբերգականորեն մեծ թիվ է, պատկերացնենք, որ մեր Արցախյան վերջին ողբերգական պատերազմում հայկական կողմը կորցրեց մոտ 4,000 հոգի, այսինքն 2.5 անգամ արդեն այս օտար պատերազմում մենք ավելի շատ զոհ ենք տալի։ Պատերազմի դադարեցման քննարկվող բոլոր սցենարները պարտություն են երկու կողմի համար էլ։ Շարունակվող ռազմական գործողությունները քայքայում են երկուսին էլ։ Իսկ եթե Ռուսաստանը հիմա կանգ առնի, ապագայում Ուկրաինայից մնացած հատվածը կրկին ուժեղացվելու է եւ օգտագործվելու Մոսկվայի դեմ, ամփոփում է Մհեր Հակոբյանը։